Ես ժամանեցի Բաքու նոյեմբերի 21-ին Թիֆլիսի միջոցով ցամաքով հասան Թիֆլիս, Թիֆլիսից Քաթար ավիաուղիներով հասա Բաքու եւ արդեն հաջորդ առավոտը 22-ի առավոտը բացվեց համաժողովը։ Մինչև բացումը միջանցքում ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները եւ մի քանի խմբային հարցազրույցների միջոցով հայցեցին իմ տեսակետները տարածաշրջանային հարցերի Արցախի հիմնախնդրի հայ-ադրբեջանական մարտահրավերների մասին եւ այլն։ Այնինչ որ հայտնվեց առաջի օրը YouTube-ում, դա բազմաթիվ հարցազրույցների մի փոքր բադարիկ էր սոսկ եւ ներկայացնում էր այդ առաջի առավոտյան իմ հարցազրույցների շարանի մի փոքրիկ մասը։ Իմ ելույթը նախադեсված էր հաջորդ օր առավոտյան, Լիագումար նիստի առաջի ելույթն է հաջորդ օրը, եւ ինձ թվում է, իմ դպավորությունը այն է, որ թեկուզ այդ փոքրիկ բադարիգի հրապարակմամբ որոշում կայացվեց, որ իմ հիմնական ելույթը Լիագումար նիստում հնարավորինս քիչ լուսաբանվի, դրա տեքստը արդեն առաջի օրը տարածվել է եւ դուք գիտեք, թե ես ինչ եմ ասել ամսի 23-ի առավոտը Լիագումար նիստում։ Իմ ելույթին հաջորդեց դարբեր Լիագումար նիստերին արձանագրված ադրբեջանցիների եւ թուրքերի տեղափոխումը ադրբեջանցի համանախագահի կողմից, որովհետեւ իրենք անմիջապես հետևեն ինձ, որ Հայաստանի պատվիրակին արժանի հակահարված հասնի։ 5-6 հոգի շարեցին եւ մեկը մյուսից հետո թե Հայաստան, թե Արցախ, նաեւ անձնական վիրավորանքացնելով իմ հասեին, որ ես վարժեմ ինչ-որտեղ նաեւ Հայաստանում։ Եվ ես այնտեղ ձայն խնդրեցի, քանի որ իմ անունը շոշափվեց, բայց այդ ձայնի իրավունքը չտվեցին, ինչպես նաեւ դա արտացոլված է մամուլի հաղորդագրում։ Նախորդ առավոտը օրագարկում դրված էր Բանաձևի նախագիծ։ Բանաձևի նախագծում ոչ մի անդրադարձ չկար, ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ Արցախի, եւ այնտեղ ներկայացված էր այդ միջազգային գազམ་ագերության ընթացագարկը, գարկ ու կանոնը, եւ այդ գարկ ու կանոնի մեջ կա ընդգծված, որ Բանաձևի վերջնական տարբերակը կներկայացվի բոլոր պատվիրակներին կոնսենսուսով համաձայնությամբ ընդունելու համար մինչև ավարտական նիստը, մինչև ամփոփիչ նիստը։ Հաջորդ առավոտը սակայն 23-ի առավոտը, երբ որ ես արդեն ներկայացա իմ ելույթը տալու համար, արդեն ակնհայտ է մի փոքր փոփոխություն, որտեղ եթե առաջի օրը գրված էր, որ ամփոփիչ նիստում պիտի նախ ընթերցվի Բանաձևը, ապա եւ ընդունվի, արդեն այդ կանոնագարկը փոխվել էր եւ երկրորդ օրվա առավոտյան արդեն ընդունումը հանվել էր օրագարկից, միայն պիտի ընթերցվեր։ Եվ այդտեղից ես հասկացա, որ միգուցե այլ մոտեցում էր լինելու Բանաձևի կապակցությամբ։ Ընդմիջման իմ ելույթից հետո մոտեցա պակիստանցի սենատորին, ով պատասխանատուն է Բանաձևի պատրաստման եւ ընթերցման։ Եվ ես դիմեցի հարցնելով, որ արդյոք փոփոխություն կա նախնական Բանաձևի եւ վերջնական Բանաձևի միջև ընկած ժամանակահատվածում։ Ինքը հավաստեց, որ ոչ մի փոփոխություն չկա, որ ընդհանրական ձևակերպումները լինելու Հնդկաստան, Քաշմիր, Կովկասյան եւ միջազգային այլ խնդիրների վերաբերյալ ընդհանրապես խաղաղության կոչվող։ Եվ ես ուրեմն մոտեցա ամփոփիչ նիստին այդ հավաստմամբ, որ ոչ մի փոփոխություն չի եղել, սակայն արդեն տեսնելով, որ չի տարածվել վերջնական Բանաձևը, ինչպես կարգն է, ես մոտեցա համանախագահներին, ֆիլիպինցին, կորեացի եւ ադրբեջանցու եւ ասացի, որ ես պահանջում եմ այդ խոստացված վերջնական Բանաձևի տեքստը
որը հասու է պետք է դու բոլոր պատվիրակներին։ Արդեն ակնհայտ է, որ արդեն ադրբեջանական չղացիկությունների միջոցով, որ ուրիշ բաներ պատրաստվում, որ լինելու է բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ես բացակայեի թե ներկա, եւ իրենք որոշել էին ուղղակի ընթերցման միջոցով հաստատելու, ընդունելու պատրանք ստեղծել։ Եվ այստեղ է, որ վերջի օրը հերթապար ադրբեջանցի ժուրնալիստների, լրագրողների շնորհիվ, ինչ որ այդ ամփոփիչ նիստի մի փոքր բադարիկ հասավ լայն հասարակայնությանը, դա նորից մի քանի վայրկյան էր, մի 5 րոպեանոց իմ ներկայության կամ ելույթի մասին, որը տեղի ունեցավ ամփոփիչ նիստի ժամանակ։ Փաստորեն, այն ինչ որ մենք տեսանք, այդ ոչ քաղաքավար պահվածքը, ոչ թե բոդար պատվիրակությունների, այլ ադրբեջանցի ներկաների պահվածն է, որ դուք ուշադիր դիտեք, անգամ այդ փոքրիկ ոչ ամբողջական հատվածը կտեսնեք, որ առջևում նստած հիմնական պատվիրակները հետևում էին լրագյաց, մի փոքր զարմացած, բայց ընդհանուր առմամբ ադրբեջանցիներին, որ ի պատասխան իմ ելույթների ուզում էին ինձ համար մի փոքր անհարմար վիճակ ստեղծել։ Ընթերցվեց այդ բանացելը, բայց ոչ երբեք ընդունվեց այդ հայտարարությունը, այդ հռչակագիրը, ոչ կոնսենսուսով, ոչ քվեարկություն, ոչ մի եղանակով ինքը չի հաստատվել եւ դուք երեքը ստացաք իմ նամակը ուղղված փոխնախագահներին, եթե առայն, որ իրենք պետք է, եթե իրենք կիրառելու են օրենքի իշխանությունը սեփական կազմակերպության ներսում, իրենք պիտի հատուկ վերաբերմունք արտահայտեն այդ չագերտյալ հռչակագրի եւ իրենց վարկի վերաբերյալ։ Մի քանի գնահատական։ Շատերը Միջին Արևելքից մինչև Կորեա, Ֆիլիպին, Վիետնամ, Ճապոնիա, Չինաստան, Ինդոնեզիա եւ այլ 25 երկրների ներկայացուցիչներ առաջի անգամ էին լսում հայկական տեսակետ։ Առաջի անգամ էին լսում հայկական տեսակետ։ Մինչ այդ իրենք լսել էին միայն գրգռվող ադրբեջանական քաղաքականության հրեդորաբանության դարապը այս կամ այն միջազգային խորհրդաժողովում շատերը իմ ելույթներից հետո մոտեցան, ոչ միայն տեքստ խնդրեցին, այլ զորակցություն հայտնեցին եւ ես կարծում եմ, որ սրանից կարելի է փոխեցնել հետեւյալը։ Ադրբեջանում, ես հիմա չեմ պաշտպանում իրենց մեթոդաբանությունը, իրենց մոտ, եթե 1000 հոգով իրենք աշխատում են, մի բան են ասում, այդ 1000 հոգու աշխատանքի դիմաց։ Իսկ մեզ մոտ մի մարդ շարքային քաղաքացի գնում է իր նորմալ սովորական ամենօրյա բարդ կդադարելու եւ այդ մի խոսքի, այդ մի գործի դիմաց 100 խոսք է գնում այս կամ այն գործ չի, լրատվամիջոցի, խմբակրի, գազམ་ակերպության անունից։ Ամեն մեկը իր տեսակետի իրավունք ունի, բայց թաքնվելով գեղձանունների հետևում, ազգայնական գործ ծեծելով, ազատական թրիչ կատարելով, ամեն մեկը իր տեսակետը շատ հարմար ձևով ներկայացնում է։ Իսկ ես բարձրապես ասում եմ հետևյալը, որտեղ հնարավոր է Հայաստանը պետությամբ, իշխանությամբ, ընդդիմությամբ, հասարակությամբ պետք է ներկա լինի, ոչ թե բացակայ։ Մեր ներկայությամբ պետք է կարողանանք ոչ միայն հավասարակշռել այս դերակատվական, քաղաքական, դիվանագիտական բագասը, ձախողումները, դատարկությունը եւ այնպես անել, որ ոչ թե մի հոգի եւ իր հետևից 100 խոսացողներ, այլ 100 հոգի, 1000 հոգի մի ամբողջ պետություն լծվի այն աշխատանքին, մեր արտաքին քաղաքականությունը, մեր ազգային շահերի հետապնդումը դուրս բերելու համար այս ահավոր հատվածաբաշտ զույլ խոսող, բայց ոչ մի բան չանող անդունից։ Եվ ես մեծ բադիվ կսկամ եւ հանցնալու կլինեմ մասնակիցը դառնալ այն նոր դե յուրե պետության ստեղծմանը,
որը ունակ կլինի հետապնդելու այս հարցերը ոչ թե մի մարդ ուղարկելով, դա մի մարդու շուրթերով ինչ-որ հարց բարձրացնելով, այլ պետական համակ քաղաքականության միջոցով ազգային շահ ամրապնդելու նպատակով։ Եվ վերջում, ինչպես գիտեք, ես դիմեցի ինձ հյուրընկալող պաշտոնյաների, որ ես հանդիպեմ թեկուզ մի հայ ընտանիքի հետ, մի հայի հետ, ով կհանդգներ ասել, որ ես հայ եմ Ադրբեջանում։ Իրենք դարբեր թվեր են օգտագործում։ Մերդ ասում են 12,000, 30,000, 60,000 եւ ես մարդահրավեր ներելու համար այդ թվապանական զեղծարարությունների ասել եմ, որ ես մի հայի հետ ուզում եմ հանդիպել։ Այդ հանդիպումը դեռ չունեցավ, փոխարենը դրսից տեսա անխաչ պատված հայոց եկեղեցին, որ հիմա ծառայում է միայն այդ նպատակին։ Ես փորձել եմ ժառանգությանը եւ ինձ հերու պահել ինտրիգային, ասպես ստորգետնյա խորհրդակցություններից եւ պայմանավորվածություններից։ Մենք հայտարարել ենք, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանը իր ներքին քաղաքականությամբ, իր պետական կառուցվածքով, քաղաքացու իշխանությամբ եւ արտաքին նաեւ առաջնահերթություններով։ Շատ հստակ, ոչ թե վերամբարձ, ոչ թե սփյուռքահայ, ոչ թե ջոխ ածականներով, շատ հստակ ընթերցեք ժառանգությունը եւ ես ունենք շատ հստակ օրակարգ ապարքայի համար։ Ով ուզում է հավաքական տեխնազության մաս կազմել, ոչ թե իմ շուրջ միասնական տեխնազուի կողք կգաննել, պատրաստ ենք եւ դա վերաբերում է թե դաշնակցության, դա վերաբերում է թե հակին, թե բարգավաճին, թե մնացած բոլորին, ովքեր ուզում են իրացնել իրենց հավաքական եւ մեր հավաքական օրակարգ։ Դուք գիտեք, որ ես մի փոքր այսպես բնութագրիչների դարբերակում եմ առաջարկում, ես ասում եմ, որ եթե Հայաստանը ունենալու է դե յուրե նոր իշխանություն, դե յուրե նոր պետություն, որը հետապնդելու է ազգային շահը եւ ժողովրդավարությունը, ինքը դա կարող է անել միմիայն ուժեղ հասարակական քաղաքական հավաքական տեխնազության միջոցով։ Եվ ես ասում եմ, որ ես պատրաստ եմ լինել այդ հավաքական տեխնազության մասնիկը։ Մնացածը, ինչպես դուք ասացիք, տեխնիկայի խնդիր է, այդ տեխնիկայի խնդիրը կորոշվի դեկտեմբերի երկրորդ կեսին կամ կեսերին։ Այստեղ միասնական գաղթական տեխնազուի հարցը չէ, բայց եթե տեսնենք մեր գործընկերների հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, երիտասարդության, քաղաքական կուսակցությունների հետ, որ իսկապես կարելի է դուրս գալ այս ճակատագրաբաշխությունից, որ ոչ մի բան չի փոխվելու, եւ ինչ որ բան փոխել, ես պատրաստ եմ թե բնթել սեփական տեխնազությունը հավաքական տեխնազության շրջանակներում կամ էլ հակառակը, բայց պետք է լինի հավաքական։ Եվ մինչև հիմա քոնե առաջնախնական հանդիպումների միջոցով չի երևացել այդ հավաքական, այդ շատերը ասում են նույն բաները խորհրդանական կառավարում, մարդու իրավունք, հայ-թուրքական հարաբերություններ, Արցախի մենք կարծում որ հայ-թուրքականը եւ Արցախի ճակատով ավելի թույլ է ներկայացված, քան մենք վաղուց առաջարկում ենք մեր հասարակությանը։ Բայց ընդհանուր հայտարարի դեր դակատին կա եւ հույս ունեմ, որ այս առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում շատ ժամանակ չի մնացել, մենք կարողանանք ձեր հարցին լիարժեք եւ ամբողջական պատասխանել։